Այդ ընտրական զարգացում չի կարող լինել, որովհետև պատերազմի եռագլուխ կուսակցությունը Հայաստանում չունի աջակցություն։ Դրանք մարգինալ ուժեր են եւ առաջիկա 5-ամյակում այդ ուժերը պետքա ոչնչացվեն քաղաքականապես։ Դրանք պետքա ոչնչացվեն։ Իրենց 3 լիդերներով, ասել եմ Ռոբերտ Քոչյանը պետքա բանտում լինի։ Ռոբերտ Քոչյանը նստելու է, Գագիկ Ծառուկյանը նստելու է, Սամվել Կարապետյանը նստելու է։ Թեև դերևս չեն ամփոփվել 2026-ի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները, այդուհանդերձ այս պահի դրությամբ հարկ է արձանագրել, որ դրանց նախնական արդյունքները բնավ չեն արտացոլում Հայաստանի քաղաքացիների ազատ կամարտահայտությունը։ Ամբողջ ընտրարշավն անցել է խիստ անհավասար պայմաններում, մասնավորապես առաջատար ընդդիմադիր ուժի Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը ենթարկվելով իշխող վարչախմբի ապօրինի կամայականություններին ամբողջ ընտրարշավի ընթացքում եղել է տնային կալանքում եւ փաստացի զրկված է եղել իր ընտրողների հետ հանդիպելու անմիջական հնարավորությունից։ Նախընտրական շրջանում ձերբակալվել կամ կալանավորվել են առաջատար ընդդիմադիր գործիչներ, այդ թվում Անդրանիկ Թևանյանը եւ Ալեքսան Ալեքսանյանը, պատգամավորության մի շարք այլ տեխնացուներ եւ ակտիվիստներ, որոնք նույնպես փաստացի զրկվել են նախընտրական քարոզչություն իրականացնելու օրինական հնարավորությունից։ Զանգվածաբար չարաշահվել է վարչական ռեսուրսը։ Իշխող ուժի հանրահավաքներին կազմակերպված խմբերով բերվել են բազմաթիվ քաղաքացիներ, պետական եւ համայնքային ծառայողներ, ուսուցիչներ, բուժաշխատողներ, պետական այլ հիմնարկների աշխատակիցներ։ Բազմահազար քաղաքացիներ էլ պետական ու համայնքային պաշտոնյաների կողմից ուղղորդված քվեարկություն են կատարել ընտրական տեղամասերում։ Ընտրական գործընթացն անցել է վախի ու ահաբեկման պայմաններում։ Նիկոլ Փաշինյանի կողմից հանրային հեռուստատեսությամբ եւ կառավարչական հանրահավաքներին ընդդիմադիր գործիչների հանդեպ կիրառվել են թիրախավորված սպառնալիքներ եւ ատելության քարոզ։ Տեղերում բազմաթիվ քաղաքացիների նկատմամբ եւս կիրառվել են սպառնալիքներ, նրանցից պահանջելով քվեարկել իշխող ուժի օգտին։ Ընտրական գործընթացին անթակույց միջամտություն են հանդես բերել օտար երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, աջակցելով գործող վարչախմբին։ Որպես հետևանք, այս ընտրությունները չեն անցել ազատ ու արդար, ուստի անհրաժեշտ է դրանց արդյունքները հետևողականորեն վիճարկել, դրանք ի վերջո չեղարկելու եւ նոր ընտրություններ անցկացնելու հեռանկարով։ Միևնույն ժամանակ հարկ է արձանագրել, որ անգամ այս խայտարակ ճնշումների պարագայում գործող վարչախումբը մանդատ չստացավ Հայաստանի Հանրապետությանը Ալիևյան սահմանադրություն պարտադրելու համար։ Այն նաև մանդատ չստացավ միանձնյակերպով ազգային ժողովում սահմանադրական օրենքներ փոփոխելու, գլխավոր դատախազի, դատավորների, պետական անկախ մարմինների ղեկավարների եւ անդամների պաշտոններում իր դրածողներին նշանակելու համար։ Բայց եւ կշարունակի թելել Ալիևի թելը, կշարունակի մնալ նրա լիազոր ներկայացուցիչը Հայաստանում։ Ցանկացած ադրբեջական նարատիվ ի վերջո դառնում է Ադրբեջանի կողմից քաղաքական պատվեր Փաշինյանին եւ Փաշինյանը գնում է դա իրականացնելու։ Ոնց որ օրինակ Տավուշում հողերը հանձնեց, ոնց որ հիմա ասում է որ անկլավները հանձնելու են։ Նույն ձևով երբ որ իրան ասեն որ պետք է ադրբեջանցիները վերադառնան, նա ստիպված է լինելու դա անել։ Ստիպված, ինչու, որովհետեւ Ադրբեջանը իր նկատմամբ ունենալու է այդ առավելությունը։ Ասել է եթե ադրբեջանցիները չվերադառնան, ես պատերազմ եմ սկսելու։ Եվ Փաշինյանը գալու է ասել է Ժորժ ջան, պետք է ընտրենք ադրբեջանցիների վերադարձի եւ պատերազմի միջև։ Շարունակել է մեզ վախեցնել պատերազմով։ Ինչու՞, որովհետեւ քանի Փաշինյանի իշխանությունը Ադրբեջանը միշտ հնարավորություն է ունենալու Հայաստանին սպառնալ պատերազմով։ Այս ընտրությունները չեն կարող լուծել այն խնդիրները, որոնք կան երկրում, եւ չեզոքացնել այն մարտահրավերները, որոնք այսօր կանգնած են Հայաստանի առջև։ Այն, որ Փաշինյանն ինքն իրեն արագորեն հռչակեց հաղթող, երբ ձայների հաշվարկը դեռևս նոր էր սկսվել, վկայում է, որ իր համար շատ կարևոր է չունեցած լեգիտիմություն ստանալը։ Այս ընտրություններում պետական եւ թիմ մարմինների տասնյակ հազարավոր աշխատակիցների աշխատանքից ազատման սպառնալիքի տակ ընտրական գործընթացներին աննախադեպ մասշտաբով միջամտության տարան։ Այս մեխանիզմով իշխող կուսակցությունն իր քաղաքական շահերի համար օգտագործեց զինված ուժերը, իրավապահ ամբողջ համակարգը, հանրապետական գործադիր մարմիններն ու թիմ ենթակայության ներքո գործող կրթական եւ առողջապահական հաստատությունները։ Իշխանությունը պետբյուջեի միջոցների հաշվին բաժանեց լայնածավալ ընտրակաշարք, թոշակների 10,000 դրամ բարձրացում, հարյուրավոր միլիոնների պարգևավճարներ եւ այլ դրամական խրախուսման միջոցներ։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի ընտրություններին ընթരാճ թոշակները բարձրացնելու կառավարության որոշումը։ Սա հատկապես կարևոր է այն իմաստով, որ 2026-ի պետական բյուջեի մասին օրենքով այդպիսի բարձրացում չի նախատեսվել, ինչը նշանակում է, որ թոշակները բարձրացնելու որոշումն ունեցել է բացառապես նախընտրական քաղաքական նշանակություն։ Թոշակների այս բարձրացումը բազմիցս շահարկվել է ԿՊ-ի կողմից նախընտրական քարոզարշավի ընթացքում, ներկայացվելով որպես իրենց բարի կամքի ու թոշակառուների նկատմամբ հոգատարության դրսևորում։ Հունվարի 1-ից ուժի մեջ մտած առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքի գործարկումը փաստացի նախընտրական մեծ դիվիդենդներ բերեց իշխող քաղաքական ուժին։ Իսկ այն փաստը, որ դա արվեց ընտրություններից մի քանի ամիս առաջ,
Առանց այդ համակարգի ներդրման երկարաժամկետ ֆինանսական եւ ինստիտուցիոնալ ամրապնդման, փաստում է այն մասին, որ դա ուներ բացառապես քաղաքական նպատակ ընտրություններից առաջ պետական բյուջեի միջոցների հաշվին գնել լրացուցիչ ձայներ։ Առողջության ապահովագրման այս մեխանիզմը լայնորեն օգտագործվեց իշխող քաղաքական ուժի կողմից նախընտրական քարոզարշավի ընթացքում, եւ մեծ թվով քաղաքացիներ հրապարակայնորեն շնորհակալություն էին հայտնում Նիկոլ Փաշինյանին իրենց առողջական խնդիրները անվճար լուծելու համար։ Վերջին ամիսների ընթացքում իշխող ԿՊ կուսակցությունը հանրության շրջանում գեներացնում էր հակառուսական լայնամասշտաբ տրամադրություններ եւ հանրությանը ներկայանում էր որպես Հայաստանը իբր Եվրոպա տանող քաղաքական ուժ։ Ռուսաստանում այս քաղաքականությունն ընդունեցին շատ սուր եւ Հայաստանի տնտեսվարողների նկատմամբ կիրառեցին լայնածավալ առևտրային սահմանափակումներ, ինչի հետևանքով տնտեսական եւ ֆինանսական մեծ կորուստներ ունեցան հարյուրավոր տնտեսվարողներ։ Հակառուսական դիմակ հագած Փաշինյանը անմիջապես իր վրա վերցրեց Հայաստանը Եվրոպա տանելու նավի ղեկը, շատ լավ իմանալով, որ այդ նավը երբեք Եվրոպա չի հասնելու։ Հայաստանը եվրոպական ընտանիքում տեսնել երազող 100 հազարավոր մեր քաղաքացիներ, իդեմս Նիկոլ Փաշինյանի, տեսան իրենց երազանքի իրագործման գործակալի, հավատացին նրա կեղծ հակառուս եւ կեղծ եվրոպամետ տեսակին ու իրենց ձայները տվին նրան։ Բայց ընտրությունների գիշերը Փաշինյանը զրոյացրեց հայ եվրասիրահարների հույսերը, հայտարարելով, թե Հայաստանը պատրաստ չէ Եվրոպա գնալ։ Իշխանությունը նպատակ էր դրել վերարտադրվելու, ստացել էր այդ վերարտադրվելու համար բոլոր հնարավոր ճագեշտավոր ասած դաբրոները արևմուտքից, հարևան ողերիմ հարևաններից ղեկավար կոնկրետ աշխարհակաղակական կենտրոնների ղեկավարներից ստացել է բռնաճնշումներ կիրառելու եւ ընտրություններ կեղծելու բոլոր հնարավոր օքեյներ, այսպես ասած, եւ արեց այն, ինչ որ ինքը պետք է աներ, այսինքն թե ինչ է արել Նիկոլ Փաշինյանը, դա զարմանալու չի։ Ժողովրդի իրական քվեն ստացած քաղաքական ուժերը բավականաչափ հետևողականություն դրսևորելու պարագայում իրական հնարավորություն ունեն ոչ միայն խափանելու թրքահաճո վարչախմբի հաջորդական քայլերը, այլև կարճ ժամանակի ընթացքում վռնդելու նրան իշխանությունից ժողովրդական ճնշման ներքո, ինչպես խոստացել են։ Ուստի պետք է շարունակել հետևողական այս պայքարը հակահայ ու վաղուց այլևս ոչ լեգիտիմ այս վարչախմբին իշխանությունից հեռացնելու համար։ Հետևաբար, ոչ թե որոշիչ հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ, ինչպես նախկինում ասում էի, այլ պայքարը շարունակվում է։